Այ հիմա գործընկերաչը փոխան։ Նախագահող, գործընկերներ, ելիս ես նկատեցի, որ նկապատից այն կողմ ցույց էր։ Ապազանց հեռու էր, ձայնը չլսվեց։ Ես որոշեցի իրենց ձայնը բերել այս ծրահ։ Երկու թեմայով էին ցույց անում։ Գործընկերս արդեն խոսեցին Բաքվում հայ բանտարկյալների մասին, ես ավելի շատ դրա մասին ձեզ չեմ օգնեցնի մանրամասներով, բայց ձեր ուշադրությունը կգրավեմ մի թեմայի շուրջ, որ ծայրը կարևոր է։ Ոչ միայն որ նրանք ազատ արձակվեն, այլ նաև նրանց այցելելն է կարևոր։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը Բաքվում փակվել է։ Գաղափար անգամ չունենք, թե նրանք ինչպես են մեր հայրենակիցներից ոմանք հացադուլ էին անում, գաղափար անգամ չունենք, դա վերջացել է, շարունակվում է, ամոթ ինձ ազգային ժողովի պատգամավորից խոսել իմ հայրենակիցների մասին այսպես, որ գաղափար չունենք, բայց դա փաստ է, որ հակալ ենք Եվրոպայի խորհրդանին գործընկերներին, ովքեր այս հարցերով ակտիվ են, բանաձևեր են մշակում, շնորհակալ ենք զեկույցների համար Եվրոնեստի, բայց որ է գործողություն, մարդասիրական գործողություն հենց հիմա այս պահին։ Մենք պետք է ձեր դեսպաններին Բաքվում խնդրենք, մենք պետք է խնդրենք Եվրոպայի միության դեսպաններին այցելել նրանց մեր համար, բարեկամների, հարազատների համար, որ իմանանք ինչպես են նրանք այնտեղ։ Երկրորդ խնդիրը այն է, որ ինչի մասին են նրանք ցույց անում այնտեղ, քաղբանտարկյալներն են Հայաստանում։ 100% համաձայն եմ գործընկերոջս հետ, նախորդ խոսնակ որ այո, այս հանդիպումից հետո մենք բոլորս կխոսենք, մեր ասելիքը կասենք, ազատ կտողենք կգնանք, բայց ոչ բոլորս։ 40 քաղբանտարկյալ կա իմ երկրում։ Արքեպիսկոպոսից պատգամավոր, բարեգործից քաղաքապետ, մեկն էլ նույնիսկ տեխնացու էր impeachment-ի գործընթացի համար, որը մենք նախաձեռնել ենք, 3 էլ ինքն է ձերբակալվել, 40 հոգի։ Իհարկե վստահ եմ, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները ձեզ շատ տարբեր պատճառներ կգտան, թե ինչու են նրանք բանտում գտնվում, բայց կա ասացված, կարծում խորհրդային ժամանակներից, եթե կա մարդ, ով պետք է ձերբակալվի, կգտնվի նաև նրա համար համապատասխան հոդված, հետևաբար կամ խոսքիս վերջի մասին։ Ես միակը չեմ, ով ասում է, թե կան քաղբանտարկյալներ իմ երկրում։ Այդպիսի որոշումներ IPP, CDI, շատ կան այդպիսի բանաձևեր, դա իրականությունն է ընդամենը։ Ավարտեմ։ Խաղաղության ժամանակ քաղաքականությունն ու կայավարումը կամ վաճառքում կան որոշակի նմանություններ կամ ընդհանրություններ։ Իշխող կուսակցությունը կարծես թե վաճառքի կայավարման կարողություն է անում, որ անել օրինակ իմ հայրենիքի 200 կիլոմետրը Ավտված է Ադրբեջանի կողմից, եղբայրներս Բաքվու բանտերում են, շատ մարդիկ ավելի քան 100 հետ կորած են նրանց նույնիսկ ճակատագրի մասին չգիտենք, այդ ամեն ինչը նաև իհարկե շատ կարևոր բան կա այնտեղ։ Ներառյալ եկեղեցիներ, որոնք քանդվում են Լեռնային Ղարաբաղում, երաշխիք, Ադրբեջանը այն պետությունը չէ, ում վրա կարելի է հույս դնել, երբ իրենք ինչ-որ բան են ասում կամ ստորագրում, պետք է երաշխիք։ Եմ ասել, որ հաստատուղթը, որը մենք ստորագրել ենք Հայաստանի և Եվրոպայի միության միջև, ստեպա, այդտեղ նշված է հայերի իրավունքների մասին Լեռնային Ղարաբաղում, այն ընդունված է օրենսդրական մակարդակում, բոլոր անդամ պետությունների խորհրդարաններում։ Եվ վերջում էլ մի նախադասությամբ կավարտեմ։ Խոսնակներից մեկն ասաց, որ Եվրոպայի միությունը դառնում է ավելի շատ աշխարհաքաղաքական։ Միգուցե գալիս է, որ Եվրոմիությունը ավելի շատ արժեքների մասին է։ Շնորհակալություն գործընկերներին։ Ժամանակի խնդիր կարծես թե ունենք իրապես, մնացեք 3 րոպեի շրջանակներում, ես դա
հարցում խիստ չէի, բայց եթե մենք 3 րոպեն չպահպանենք, օրվա վերջ չենք հասնի մինչև։ Գործընկերներ, շնորհակալ